Տեսլայի մինուսների մասին բրծանք, ոնց որ անցնում ենք պլյուսներին, այսօր օգնական ունեմ համել պլյուսների մասով։ Ինքն ավելի շատ քշում էլի այս ավտոն։ Առաջին երևի թե ամենամեծ պլյուսը իր գինը, վառելիքի, այսպես ասած, էլեկտրականության գինը շատ էժան է։ Մենք ահագին քշում ենք ամսվա կտրվածքով, մոտավոր մի 20,000 դրամ է պլյուս մինուս բռնում, բայց դա տնից, ոչ թե արագ լիցքավորումներից։ Որ պատկերացնեք BMW-ի ժամանակով այդ թիվը մոտավորապես մի 100-150,000 դրամ էր։ Իմ համար առավելությունը իր սնոկշբայծելնի տեսքն է, որը 2018 թվականից սենց է արտադրվում, բայց մինչև հիմա այս տեսքը ակտուալ է ու շատ սիրուն է ըստ իս։ Հաջորդ պլյուսը դեմի բագաժնիկը։ Իսկ համ հետևն ունի բագաժնիկ, համ դեմը ունի բագաժնիկ, դա իր բազայից է գալիս, ոնց որ շատ էլեկտրոմոբիլներ հիմա չունեն sense դեմի բագաժնիկ, որովհետև իրանք հիմնականում բենզինային ոնց որ մոդելներ ունեն, բենզինայինի բազայի վրա են սարքված։ Անցած վիդեոյի ժամանակ միշտ ասում էին ինչ ավտո է, 20 թիվ dual motor long range-ն է։ Հեռախոսի պես update է գալի, ու օրինակ կարա քո ավտոյի վրա, չգիտեմ, մի հատ նոր ֆունկցիա ավելանա։ Վերջին update-ից հետո միացած բան ավելացել, որ ավտոն ասենք դրեցիք զարյատկի, ինքը ստեղ ոնց որ բլոկ է անգնում, դու եթե ուզում ես լարը հանես, պրի պարտադիր ներսից ծխում ես ռազմբլոկիրovat, որ կարողանաս լարը հանես։ Բայց հիմա միացած ֆունկցիա ավելացել որ այն ավտոին է, այս է ծխում եք 3 վայրկյան պահում եք։ Խնդրեմ։